Սիրելի եղբայրներ, քույրեր, թող Տերը այսօր օրհնի իր Սուրբ Հոգով, որ մենք այստեղ լցվենք իր հոգով եւ վայելենք նրա ներկայությունը։ Երբ որ Արաքած գրքի մեջ կարդում ենք 14-12-ում, Արաքած 14-12 կարդում ենք, որ այսպես ճամփա կա, որ մարդուն շիտակ կերևա, բայց անոր վաղճանը մահվան ճամփաներն է։ Ճամփա կա, որ մարդուն շիտակ կերևա, բայց անոր վաղճանը մահվան ճամփաներն է։ Եղբայրներ, քույրեր, եթե նայենք, ասենք, սովորական մարդը, որ ծնվում է մորից, օրից, ադամական նեություն ունի եւ իր համար որն է շիտակ ճամփան, որն է լավը, բոլոր մարդիկ էլ ուզում են լավ ապրել, ուզում են կյանք ունենալ, ուզում են վերջը վայելեն ինչ որ երկրի վրա Աստված տվել է։ Բայց հիմա որ մարդուն հարցնես, պատահական փողոցից մի մարդու հարցնես, ասես դու ինչ ես ուզում, ասանք քեզի տալիս ենք, ասան ինչ որ ուզես քեզ կտանք, ինչ պիտի ուզի այդ մարդը։ Կարծում եմ այդ մարդը երևի կասի փող, հարստություն, փառք, ինչի է այդ ուզում, որովհետև մտածում է, որ այդ ունենա, այդ դրա հետ միասին կունենա այդ կյանքը, ուրախությունը, երջանկությունը, այսինքն երջանիկ լինելու համար մարդու խորքում, հոգու խորքում հավատ կա, որ այդ երջանկությունը մարդուն տալիս է փողը, փառքը։ Սա այն մարդն է, որը Ադամից ծնվել է եւ ադամական մեղքով է։ Երբ որ քրիստոնյային հարցնենք, ինչ ես դու ուզում, ասած կտանք։ Քրիստոնյան կասի ես կյանք եմ ուզում, Քրիստոսին եմ ուզում։ Հիմա եթե նայենք եղբայրներ, քույրեր, երկուսն էլ նույն բանն են ուզում։ Թե անհավատ մարդն է կյանք ուզում, այսինքն անհավատ մարդ, որ փող է ուզում, փառք, այդ ինչի համար է ուզում։ Որ փողը չի ուտելու, վերջը դա ծախսելու է իր հաճույքների համար, այսինքն իր նպատակը կյանքն է։ Քրիստոնյայի նպատակն էլ է կյանք, այսինքն երկուսն էլ կյանք են ուզում։ Բայց հիմա եկեք տեսնենք, ասենք, կյանքի համար, որ կյանք են ուզում, ինչ է պետք, որ մենք կյանք ունենանք։ Օրինակ, անհավատ մարդու համար կյանքը դա փառքն է, հարստությունն է, չգիտեմ, ասենք, աշխարհի մարդկանց իրանց տրկացնելն է, բայց Հիսուս ասեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Քրիստոնյայի համար կյանքը դա Քրիստոսն է։ Հիմա սիրելիներս, որպեսզի մենք այս պրակտիկ կյանքում մենք ունենանք կյանք եւ պրակտիկ կյանքում մենք վայելենք Աստծո ներկայությունը, Աստծո սերը, շոշափենք այդ կյանքին, պետք է որ մենք ազատ լինենք մեղքի ստրկությունից։ Մենք ստրուկ ենք, մենք ծնվել ենք ստրուկ եւ այդ ստրկությունից ազատվելու դեպքում է, որ մենք միայն կունենանք երջանիկ կյանք։ Այդ մեղքի բաներից մեկը, մեղքի, այսպես ասած, արդյունքներից մեկը դա նախազն է, որի մասին ես ուզում եմ խոսել։ Ուրեմն նախանձը, տեսեք, Աստծո խոսքում, որ նայում ենք Ժողովող 4:4-ում, Ժողովող 4:4-ում, այսպես ասում։ Ուրեմն թեման կլինի նախանձ, պաստորեն։ Նախանձը դա ադամական մեղքի անհավատության հետևանքներից մեկն է, որը
մարդուն տանջանքի է ենթարկում։ Մարդը տանջվում է դրա պատճառով, եւ չի կարող նախանց մարդը չի կարող ունենալ այդ ուրախությունը, երջանկությունն եւ կյանքը։ Ժողովող 4:4-ում այսպես ասում. Ու ես ամեն աշխատությունը եւ ամեն հաջող գործը տեսա, որ անոնց համար մարդն ինքերին կնախանձի, ասիկալ ունանություն ու հոգի տանջանք է։ Նորից եմ կարդում, ասում է, ու ես ամեն աշխատությունը եւ ամեն հաջող գործը տեսա, որ անոնց համար մարդն ինքերին կնախանձի, ասիկալ ունանություն ու հոգի տանջանք է։ Այսինքն, եթե ես մի հատ հաջող գործ եմ անում, հաջող արդյունք եմ ունենում, իմ ընկերը ինձ նախանձում է։ Սա էլ ունանություն ու հոգի տանջանք է։ Ուրեմն հաշվի առնելով, որ մարդը նախանձում է ընկերոջը, ուրեմն ինչ պետք է անել։ Ուրեմն չպետք է մարդը իր հաջողությունը անպայման ուրախությամբ կիսվել, պատմել ուրիշներին։ Հիմա դու ուրախանում ես, քո ներսում ուրախություն կա, քո համար լավ է դա, որ ինչ-որ մի բան քո կյանքում այսօր ստացվել է, դու դրանից ուրախանում ես, բայց բանը նրանում է, որ դու այսօր այդ ուրախությունը, երբ որ դու պատմում ես ուրիշներին, ուրիշ մարդկանց, դու ինչ ես անում, նրանց դնում ես դժվար վիճակի մեջ, նախանձ վիճակի մեջ ես դնում եւ նրանք ուրեմն վատ են զգում այդ պատճառով։ Պարզապես վատ են զգում։ Դրա համար չպետք է, երբ որ դու ունենում ես ուրախություն, երբ որ դու ունենում ես մի որևէ լավ հաջողություն, անմիջապես մի գնա ու պատմիր ընկերոջդ, հարևանիդ, բարեկամիդ, դու որ ուրախանում ես, կարծում ես ինքն էլ է ուրախանում, բայց իրականում այդպես չի։ Նախանձը դա մարմնի պտուղ է, մարմնավոր մարդու հատկություն է։ Նախանձը նաև չարիքի աղբյուր է։ Նախանձոտ մարդը, նախանձ ունեցող մարդը, որ լցված է նախանձով, նա իր գլխին չարիք կբերի։ Երբ որ դու նախանձում ես հարևանիդ, բարեկամիդ, ընկերոջդ, դա ցույց է տալիս, որ դու մարմնավոր վիճակ ունես։ Առակաց 14:30-ում տեսեք ինչ ասում։ Առակաց 14-րդ գլուխ 30 խոսքը։ Հանդարտ սիրտը մարմնի կյանք է, բայց նախանձը ոսկորներում փտություն է։ Հանդարտ սիրտը մարմնի կյանք է, բայց նախանձը ոսկորներին փտություն է։ Այսինքն, երբ որ դու նախանձով լցված ես, քո ոսկորները սկսում են փտել։ Մեկ էլ ոսկորները թվում է դու չգիտես, թե որտեղից է։ Ասում ես համար, դες հիվանդությունը որտեղից է կապ կպավ ինձ։ Ու չես պատկերացնում, որ դրա հեղինակը, հիվանդությունը, հիվանդության հեղինակը կարող է հենց լինել նախանձը։ Իսկ Առակաց 27:4-ում այսպես ասում։ Առակաց 27:4 Առակաց 27:4 Բարկությունը անողորմ է, ու ստությունը խիստ է, բայց նախանձին առջև ով կրնա կենալ։ Բարկությունը անողորմ է, ու ստությունը խիստ, բայց նախանձին առջև ով կրնա կենալ։ Իսկ բանի մեջ, որ երկերկոց 8:6-ում էլ ուրիշ ավելի բան ասում նախանձի մասին, որ ես կարդամ։ Ուրեմն 8-ի բանը 6-ը Զիս քո սրտիդ վրա կնիքի պես, քո բազուկիդ վրա կնիքի պես դիր, ոնց սերը մահվան պես զորավոր, ու նախանձը գերեզմանի պես խիստ է։ Անոր կացերը սաստիկ բոցավար կրակի կացեր են։ Նախանձը գերեզմանի պես խիստ է։ Հիմա մենք այս բաները տեսնելով, սիրելի եղբայրներ, քույրեր,
մենք պետք է մի բան հասկանանք, որ նախանձը չարիք ամեր համար։ Մենք մտածում ենք եւ կարծում ենք, որ լավ բան է, որ մենք էլ ունենանք, ասենք, նախանձավոր լինենք ուրիշի համար, բայց այդ ուրիշ նախանձավորություն է։ Հակոբոսի 3:14-ում այսպես է ասում։ Հակոբոս 3:14 Մենք տեսնում ենք, որ ինչքան բաներ եղան, Սուրբ գրքում շատ օրինակներ կան, որ նախանձի օրինակներ։ Ես մի 2-3 կբերեմ ժամանակի պատճառով։ Հակոբոսի 5-րդ գլուխ 14 խոսքը, այսպես է ասում, որ կարդամ հիմա։ Ապա եթե դառը նախանձ ու հակառակություն ունենաք սիրտներուդ մեջ, մի պարծենաք ու ճշմարտությունը սուտ հանեք։ Այսինքն, եթե քո մեջ կա նախանձ, դու ճշմարտությունը սուտ ես անում։ Դու չես կարող ճշմարտությունն ընկալել որպես այդպիսին։ Ճշմարտությունը դու հանում ես որպես սուտ։ Դրա համար, սիրելիներս, նախանձը շատ վտանգավոր մի բան է մարդու ներսում, մարդու սրտում։ Տեսեք, մի օրինակ բերենք, ասենք, Ծննդոց գրքի մեջ, 26-րդ գլխի մեջ, Ծննդոց 13-17 համարներում, մենք կարդում ենք Իսահակի մասին։ Իսահակը Գերարայի երկրում էր, եւ այդ ժամանակ ուրեմն Գերարայի բնակիչները այդ հորերը փորեցին, լսրեցին էլի, որ ջուր չունենա Աբրահամի փորած հորերը։ Եվ Աբիմելեքն էր նրանց թագավորը։ Եվ այդ երկրի մեջ ասում է 12-րդ գլուխ 26-րդ բանից գլուխ 12 խոսքից ասում է. Եվ Իսահակ այն երկրի մեջ ցանեց ու այն տարին 100 պատիկ արթուն քաղեց եւ Տերը օրհնեց ձանիկա։ Ու մարդը բարձրացավ ու երթալով մեծացավ, այնպես որ խիստ մեծ եղավ եւ ունեցավ ոչխարներ ու արջարներ ու շատ ծառաներ եւ փղշտացիկ նախանձեցան անոր։ Երբ որ դու բարձրանում ես, մեծանում ես, մի որևէ հաջողության ես հասնում, հիշիր, որ այնքան մարդիկ կան քո շուրջդ, որ քեզ նախանձում են։ Դու այդ բանը լավ իմացի, միամիտ մի եղի։ Երբ որ դու բարձրանաս, շատ մարդիկ քեզ կնախանձեն։ Եվ ինչ արեցին։ Եվ Աբիմելիք ասավ Իսահակ, գնա մեզ մեր, բանզի մեզ մեր շատ ավելի զորավոր եղար։ Եվ Իսահակ գնաց անկե ու վրաների Գերարայի ձորի մեջ բացավ ու հոն բնակեցավ։ Եվ Իսահակը նորեն փորեց ու այն ջրհորները, որոնք իր հոր Աբրահամի օրերը փորել էին, ու Աբրահամի մեռելները ետքը փշտացի գոցել էին։ Եվ նորից Իսահակը ունեցավ հաջողություններ, շատ բարձրացավ այդ մարդը։ Եվ հետաքրքիր է, 26 համարից արդեն կարդում են Ծննդոց 26-րդ գլուխ եկանք հասան 26 համարը։ Եվ Աբիմելիք իր բարեկամը ոգողատ ու սպարապետ փիքող Գերարայի գանոր գացին։ Իսահակ ասավ անոնց, ինչ պատճառով ինձ եկաք։ Աբիմելիք թագավորը գնաց Իսահակի մոտ։ Իսահակ ասում է, ինչ համար եկեք ինձ մոտ։ Եվ ինչ պատճառով ինձ եկաք, որովհետև զիս ատեցիք ու զիս ձեզ մե վռնդեցիք։ Ինձ ատել եք, ինձ վռնդել եք, հիմա ինչ եկեք ինձ մոտ։ Եվ անոնքսին ստուգիվ տեսանք, որ Տերը քեզի հետ է, ու ասինք հիմա մեր մեջ, այսինքն մեր ու քո մեջ տեղ երթում լա եւ քեզի հետ ուխտ տնենք։ Ասմաստուգեցինք, տեսանք, որ Տերը քո հետ է։ Հիմա արի մենք մի հատ երթում անենք իրար հետ, ուխտ կապենք իրար հետ։ Եվ որպեսի ասма 20 համարում, որպեսի մեզի գեշություն չնես, ինչպես մենք քեզի բանը չերինք, միայն թե քեզի աղեկություններինք ու քեզ խաղաղությամբ ուղարկեցինք, դու հիմա Տերոջ օրհնալն ես։ Ուրեմն
այդ պետություններ, ոնց որ ասած, թագավորություններ, բայց Իսահակը մի քանի ծառաներ ուներ։ Վախեցան Իսահակից, ինչի համար վախեցան։ Որ ասում է ստուգեցինք ու տեսանք, որ Տերը քո հետ է։ Դրա համար վախեցանք, եկանք քո հետ ուխտ անենք, պայմանագիր կապենք, որ մեզի գեշություն չանես։ Երբ որ Տերը որևէ մեկի հետ անելում, մյուսների վրա վախ է գալիս, ժողովուրդ ջան, մի մտածեք, որ այնպես հասարակ ձևով է այդ բանը։ Այո, երբ որ Տիրոջ ներկայությունը մարդ իր վրա ունենում է, մյուս շրջապատի մարդիկ դազգում են, ասում ստուգեցինք, տեսանք, որ Տերը քո հետ է։ Մի խոսքով եղբայրը ջան, սպանի օրինակներ շատ կարելի է բերել, ասենք, ինչքան ասել շատ օրինակներ կան Սուրբ Գրքում, բայց հիմա հարցը կայանում է նրանում, թե լավ, հիմա լավ, ես նախանձով եմ լսված, ինչ պիտի անեմ, որ ես այդ նախանձից ազատ եմ, որ նախանձ լինելով, մնալով դրա մեջ ոսկորներից կփթի, ես ասենք տառապալից կյանք կունենամ, մեկին մի հատ հաջողություն ունեղավ, անմիջապես վատ կզգամ ես, ոնց անեմ որ, միայն մի ճանապարհ կա, սիրելի եղբայրներ քույրեր, ինչպես կարելի է չնախանձել։ Առաջին Կորինթացիս 13-րդ գլխում մենք կարդում ենք սիրո մասին։ Առաջին Կորինթացիս 13-րդ գլուխ։ Կարդում ենք ասում, որ թե մարդոց եւ հրեշտակներուն լեզուները խոսիմ եւ սեր չունենամ, ես ձայն տվող պղնձի պես եղա կամ հնչեցնող ծնծղաներու պես։ Ուրեմն այստեղ տեսնում եք, որ եթե անգամ հրեշտակների լեզուները խոսեմ եւ սեր չունենամ, ես ձայն տվող պղնձի պես եմ։ Այսինքն լեզուների խոսելը չի, որ մարդու հոգևոր չափանիշը։ Մարդու հոգևոր չափանիշը նորից եմ կրկնում, լեզուներ խոսելը չի, բայց երբեմն լինում է, որ մարդիկ աղոթքի ժամանակ մեկը մյուսից ավելի բարձր է ուզում խոսել, որ ցույց տա, որ ինքը ավելի հոգևոր է։ Ոչ, հոգևոր չափանիշը լեզուների խոսելու մեջ չի։ Ասում եմ, թե մարգարեություն ունենամ ու հասկանամ ամեն խորհուրդներն ու ամեն գիտություն եւ եթե ունենամ ամեն հավատքը մինչև լեռները տեղափոխելու ու սեր չունենամ, ոչինչ եմ։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Հավատք ունենամ անգամ լեռները տեղափոխելու։ Մարգարեություն ունենամ, հասկանամ ամեն խորհուրդները, բայց որ սեր չունեմ, ես ոչինչ եմ։ Այսինքն այդ բոլորը ինձ օգուտ չի տա։ Եթե իմ բոլոր ստացվածքս անգամ աղքատներին կերցնեմ ու իմ մարմինս այրելու տամ եւ սեր չունենամ, օգուտ մը չեմ ունենալ։ Դրանից էլ օգուտ չի լինի, եթե ինչ որ ունեմ տամ աղքատներին կեսնեմ։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չնախանձիր, սերը չգոռոզանալ, չպարտանալ։ Տեսնում եք ինչ ասում, սերը չնախանձիր։ Այսինքն սիրո մեջ ապրողը չի կարող նախանձել, նախանձ չունի նա։ Սերը չի նախանձում, չի հպարտանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում։ Իրենը շատ կարևոր է, իրենը չի փնտրում, վարկությունը չի գարգորում, շարությունը չի խորում։ Այսինքն սիրելիներս, հիմա որպեսզի մենք չնախանձենք, նախանձը մեր մեջ չլինի, մենք պետք է լսվենք Աստծո սիրով։ Ինքան հավատքս թեկուզ շատ ավելի մարգարե եմ դարել, մարգարեություններ եմ անում, գիտություն ունեմ, խորհուրդներ ունեմ, այդ բոլորը դատարկ բան է, եթե ես սեր չունենամ։ Ուրեմն մեր նպատակը եղբայրներ քույրեր, որպեսզի մենք լինենք ուրախության մեջ, Տիրոջ ներկայության մեջ, պետք է ձգտենք, որ Աստված մեզի իր սիրով լցնի։ Որտեղ սերն է, որ Աստծո էությունն է։ Աստծո էությունը սեր է, չի Աստված ինքը գրած է սեր է։ Թող Աստված օրհնի սիրելի եղբայրներ քույրեր, որպեսզի մենք իմանանք, որ ինչքան վատ բան է, երբ որ ինքդ քեզ, օրինակ դու քեզ հեչ բռնում ես, որ դու նախանձում ես այդ պահին։ Երբ որ բռնում ես, նախանձում ես, որ դա նախանձի արդյունքն է։ Գնա առանցին աղոթք արա, Տիրոջ երեսը փնտրի, որ Սուրբ Հոգով լցվես։ Ուրեմն թող Աստված օրհնի սիրելիներս, որ մենք հասկանանք նախանձը ինչքան վատ բան է, որը այսօր կռիվները հանում։ Նախանձ, եթե միտեղ նախանձոտ մարդիկ կան, նախանձ ունեցողներ, դրանց մեջ կռիվներ է առաջանում։ Կռիվների
պատճառ է դառնում նախանձին։ Աստված օրհնի ձեզ, թող Տիրոջ անունը փառավորվի, այս դրա վրա լուրջ մտածենք, քննենք մեր շտերը։ Ես նախանձում եմ որևէ մեկին, թե ոչ, ու Տիրոջը խնդրենք, որ սիրով լսնենք, որ սերը չի նախանձում, իրանը չի փնտրում, անիրավության վրա չի խնդում։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Կանգնենք աղոթի։